Փառք մեր Աստծուն, սիրելի հորը, Տեր ու Փրկիչ մեր Հիսուս Քրիստոսին Սուրբ Հոգուն, ամեն։ Չգիտեմ ինչքան լսելու կարողություն մնաց, եւ Աստված օգնի թե ինձ թե ձեզ։ Չգիտենք վաղը միսօր ինչ օրեր կգան։ Ես երբ հիշում եմ, ասենք, առաքյալների ժամանակ, Պողոսը քարոզեց օրինակ, ամբողջ օրը, հետո ամբողջ գիշեր, հետո վերջը առավոտվա դեմ մեկը ընկավ երկրորդ հարկից, հիշում եք։ Չլինի մեզանից մեկն էլ ընկնի, թեև այդքան ժամանակ չի ծախսվել, բայց Տերը տա կարողություն, իրոք առանց Տիրոջ օգնելու եւ կարողության լսելը խնդիր է, գիտեք, դա մեր սրտերի վիճակների հետ է կապված, ինչքան կտեղավորենք, լսելու ինչ չափ ունենք, ինչ վիճակ, ինչևէ, վերնագիրը իմ խոսքի սա է, մի մարդու պատմություն, Եվ այդ մարդը դու ես, այսինքն կարող է հենց քեզ է վերաբերում, եթե ընդունես իհարկե, գիտեք, մարդու պատմությունը սկսում է իր ծննդյան օրից, նույնիսկ կարելի ասել իր մոր որովայնից, երբ ձևավորվում է իր մոր որովայնում, երբ աշխարհ է գալիս վերջապես եւ ապրում է կյանք, բայց ինչ ասել է կյանք, դա արդեն լայն հասկացություն է կամ միանշանակ չի, չէ, մեկնաբանվում, ինչ է կյանք, որտեղ այն ինչ որ մարդն է կոչում կյանք կամ հասկանում կյանք, բոլորովին չի համապատասխանում Աստծո տեսակետի հետ, այն ինչ որ Աստված է կոչում կյանք, եւ մենք գիտենք, որ ավետարանում Աստծո խոսքի մեջ Տիրոջ կողմից ահա այդ հայտարարությունը, այդ խոսքերը կան, ինքը կյանքը հայտնվեց, չէ, եւ եկավ պահը եւ ասեց ես եմ կյանքը, Աստծո միածին որդին, Հիսուս Քրիստոսը, ասեց ես եմ կյանքը, ճանապարհը եւ ճշմարտությունը, եւ որ որդուն ունի, նաեւ չէ խոսքը ասում է, կյանք ունի, եւ որ որդուն չունի, կյանք չունի, կարեւոր չի ինչ ունի, ինչ անուն ունի, ինչ ցեղից է, ինչ ազգից է, ինչ, չգիտեմ, հարստության տեր է, որքան կրթված է, թե անկիրթ է, ինչ կրոնի է պատկանում, ինչ դավանանքի, ամեն ինչից անկախ, միևնույն է, հստակ է ասում ավետարանը, եթե որդուն չունես դու կյանք չունես, եւ այն ինչը որ դու կյանք ես կոչում, ոչ մի կապ չունի կյանքի հետ, դու ուղղակի գոյատևում ես, իսկ գոյատևելը կյանք չի, Աստված մեզ չի կանչել գոյատևելու համար, ուղղակի ժամանակ անցկացնելու, ժամանակ սպառելու, ժամանակ մերցնելու, որտեղ շատերի կյանքը իրոք նման է ժամանակ մերցնելու, ցավալիորեն, որտեղ այն ինչով որ մարդիկ զբաղված են, բոլորովին չի համապատասխանում այն իրենց կոչումին, որպես մարդ արարած, որ Աստված նախատեսել էր, թե մարդը ինչով պիտի զբաղված լինի իր կյանքի օրերի մեջ։ Եվ ահա որդին հայտնվեց եւ լույսը աշխարհ եկավ, որպեսզի մարդկանց խավար սրտերը այդ կուրացած մտքերը լուսավորի եւ հայտնի եւ ասի լսեք մարդիկ, ես բոլորովին ուրիշ ծրագիր ունեմ, ուրիշ մի պատմություն ունեի ձեզ համար, այդպես պատկերավոր ասած, ես ուրիշ սցենար ունեի, Աստված ասում է, որ ունեի գրած, թե ինչ կյանքով պիտի ապրեր մարդը եւ իրականում որն էր այդ կյանքը եւ ինչպես պիտի ընթանար մարդու կյանքը եւ կարեւոր եւ ինչպես պիտի ավարտվեր վերջաբանը ինչպիսին պիտի լիներ բայց ապստամբությունը փոխեց ամեն ինչ այսինքն ցավալի այն արդյունքը բերեց Ադամով եւ ողջ Ադամի սերունդի վրա տարածվեց անեծքը անհնազանդության պատճառով Աստծոն մերժելու Աստծո խոսքը չընդունելու պատճառով, բայց Աստված հետ չկանգնեց իր ծրագրից, օրհնյալ լինի մեր Աստծո անունը, նա չասեց դե որ մարդ,
դու այդպես վարվեցիր, ես քեզ հետ էլ ինչ գործ ունեմ։ Չէ, Աստված չավարտեց իր գործը իր ստեղծած մարդու հետ։ Աստված երբ որ ժամանակները լեցվեցան, իր միածին որդուն ուղարկեց։ Իր միածին որդուն։ Եվ այն որդուն, որի համար, գիտեք, Մատթեոս ավետարանում Աստված նախապես ուներ այդ ընտրությունը, Աստված վաղուց է արել իր ընտրությունը, թե որն է այն մարդը, որին Աստված հավանում է, որը իր սրտով է, իհարկե դա Եսայի 42-ից սկզբում է գրված, մեջբերում է անում, մեր Տերն է ասում։ 12 գլուխ 18 խոսքն է, ահա իմ ծառաս, որ ընտրեցի, եւ իմ սիրելիս, որու հավնեցավ իմ անձս, իմ հոգիս անոր վրա պիտի դնեմ, եւ դրեց, ու հեթանոսներուն իրավունք պիտի պատմե, ոչ պիտի վիճի, եւ ոչ պիտի աղաղակե, եւ ոչ մեկը պիտի լսի անոր ձայնը հրապարակներուն մեջ, ջախջախված եղեկը պիտի չփշրե, պլպլած պատրույկը պիտի չմարե, մինչև որ դատաստանը հաղթության հանե, եւ հեթանոսները անոր անվանը պիտի հուսան։ Ահա Աստծո ծրագիրը, Աստծո ընտրությունը, նա ուներ իր ընտրությունը, թեև Ադամը ընկավ, Ադամը պարտվեց, բայց Աստված ուներ նախատեսած։ Չմտածենք հանգարց սա Աստծո, որ ասում են պլան A, հետո կա պլան B, չէ, ծրագիր A, հետո ծրագիր, դե որ ան չեղավ, Աստված ստիպված եղավ, ոչ, Աստված ի սկզբանե մի ծրագիր ուներ։ Աստված հենց ի սկզբանե նախատեսել էր այդ զոհը, իր որդու զոհը, որով պիտի տեղի ունենար մարդ Աստված հարաբերությունների վերականգնումը, եւ ոչ թե որպես արդեն ստեղծվածներ Աստծո կողմից, այլ որպես Աստծուց հարազատ ծնված զավակներ, Հիսուսի խաչի խորհուրդը, Հիսուսի թափած արյան արժեքն ու արժանիք հենց դրանում է կանում, որ նա ոչ միայն մեզ վերականգնեց այն դիրքը, այնտեղը, որտեղից Ադամը ընկավ, այլ ավելին, Ադամը մինչև ընկնել է էլի ստեղծված էր, բայց Հիսուսի խաչով, Հիսուսի մահով մենք ոչ միայն վերականգնվեցինք Ադամի ընկած դիրքի մեջ, այլ ավելի բարձր դիրք ձեռք բերեցինք։ Մենք դարձանք Աստծուց ծնված հարազատ զավակներ, որ մինչ այդ ոչ մեկը չուներ այդ կոչումը, այդ անունը։ Այդ աղեկ բաժին Աստված նախատեսել էր նոր կտակարանի ժամանակների հավատացյալների համար, ինձ եւ քեզ համար, օրհնյալ լինի Տիրոջ անուն։ Այո, Աստված ուներ իր սցենարը, բայց անկման պատճառով, ապստամբության պատճառով հակառակորդն ուներ իր ծրագիրը, իր սցենարը։ Ցավալիորեն մարդկության պատմությունը գնաց հենց հակառակորդի սցենարով։ Եվ ինչեր ասես, որ տեղի չունեցավ, այն ողբերգությունը, եթե այդպես կարճ ասենք մարդկության պատմության, ողբերգություն կարելի է կոչել, ապստամբության որպես արդյունք, չէ, մարդ Աստված այդ հարաբերությունների խզման արդյունք, որտեղ Աստված մարդուն չէր ստեղծել, որ մարդը ինքը ինքնագլուխ լինի մարդ, ինքն իրենով լինի մարդ, բարի ճիշտ իմաստով, Աստված մարդուն ստեղծել էր, ծրագիրն այդպիսին էր, որ մարդը կլինի մարդ եւ կկարողանա որպես մարդ ապրել, կատարյալ մարդ որպես ու ճշմարիտ ներկայացնել Աստծուն, երբ մարդը լինի բացարձակ կախյալ վիճակի մեջ իր ստեղծողից եւ կառավարվի նրա կողմից։ Առանց Աստծո կառավարման մարդը չէր կարող լինել ու մնալ մարդ։ Մարդը անունով մնաց մարդ, բայց կորցրեց իր մարդկային նկարագիրը խաբվելուց հետո։ Փառք Տիրոջը, Աստված շարունակում է իր գործը։ Սիրելի հոգի, այդ պատմությունը շարունակում է գրվել, թողենք բոլորին գանք մեզ, միլիարդավոր մարդիկ ապրել են եւ տեղափոխվել են, գնացել են, չէ, ավարտվել է իրենց կյանքը երկրավոր, եւ միլիարդավոր 8 միլիարդից ավել մարդ է ապրում է երկրագնդի վրա, աշխարհի վրա։ Եվ բոլորին գիտի Տերը, եւ բոլորը ունեն իրենց պատմությունը, գրվում է այդ պատմությունը, շարունակվում է, ընթացքի մեջ է։ Բայց գանք մեզ, ինչա գրվում մեր պատմության այդ վերջն արդյունքը, ինչից է կախված, ինչպես կավարտվի իմ պատմությունը,
Տերը գին ավճարել, որ իմ պատմությունը ավարտվի փառահեղ կերպով։ Հաղթական մի օրտյալ տրիումֆ բառը կա, չէ, փառահեղ հաղթությամբ ավարտվի եւ հայտնության գրքում Տերը խոսում այդ եկեղեցիների 7 եւ վերջում բոլորի ինչ ասում, ասում ով որ հաղթի, դու կլինես արդյոք, դու քո պատմությունը կավարտես որպես հաղթող։ Այո, դու կանչված ես, Հիսուսը Մատթեոս 22 ավետարանում այնտեղ այդ խոսքն ասում 22:14 ասում կանչվածները շատ են, ընտրվածները քիչ։ Ես վստահ կարող եմ ասել, այստեղ բոլորը կանչված են։ Լայն առումով ողջ մարդկությունն է կանչված, ուղղակի տեղյակ չէ եւ նրանց տեղյակ պահողները ես դու պիտի լինենք, բոլոր ճշմարիտ հավատացյալները, այդ կոչը, այդ բարի լուրը փոխանցողները, ովքեր արդեն եկել են կանչված որպես ներկայացել են Տիրոջը, նրանք պիտի ուրեմն վերցնեն այդ պարտականությունը եւ այդ բարի լուրը տանեն մարդկանց եւ ասեն մարդ դու կանչված ես եւ ասեն ինչի ես կանչված, դու կանչված ես որ դառնաս ընտրված, որ լինես Աստծո կողմից ընտիր մի մարդ, իր որդու պատկերը ունենաս, վերականգնվի մարդ Աստված հարաբերությունները քո մեջ եւ քո միջոցով։ Բայց ես չեմ կարող այդպես վստահ ասել, կներեք բոլորիդ համար, արդյոք ստեղ բոլորը ընտրվածներ են։ Այ դա ամեն մեկը ինքն է ընտրում։ Այ քո կյանքի պատմությունը, որ դու ինչպես ես ապրել եւ ինչն ես կարևորել, ինչը չկարևորել վերջապես։ Եվ եթե կարճ ասենք, մեր կյանքը ասենք առաջիկայում ինչ որ իհարկե երկրավոր այս իրականության մեջ ինչ որ համապետական ընտրություններ են, չէ։ Բայց մարդու կյանքը ամենօրյա ընտրություններ է։ Մեր պատմությունը հենց գրվում է այդ ընտրությունների արդյունքում։ Առավոտից իրիկուն մենք ընտրություն ենք անում, ընտրության առջև ենք մենք, արթնանում ենք մենք, արդեն հենց առաջի բանը ինչ պիտի անենք, մենք ընտրություն ենք անում, օրը սկսեմ աղոթքով, կարդամ Սուրբ Գիրքը, դե լավ, հետո կկարդամ, ընտրություն ասա, չէ, ինչն ենք կարևորում, ծրագիր ենք գծում, ուր պիտի գնամ, ինչ պիտի անեմ, ինչով պիտի զբաղվեմ, իսկապես Աստված նայում է, չէ, մեր ընթացքներին եւ մեր ընտրություն, եւ այդ ընտրությունները, գիտեք, լինում է այնպես, որ ցավալիորեն մենք որ հետաձգում ենք այդ վտանգավոր, այդպես ասած, իրավիճակների մեջ ենք ինքներս մեզ դնում, կներեք, մեր պատճառով նաեւ ուրիշներին, իմ կյանքում եղել է, գիտեք, այնքան եմ զղջացել, որ պիտի գնայի մեկին, վկայի մեկի հետ խոսայի եւ ինքը հիվանդ էր, ասի դե լավ, դե մյուս օրը, ինչեւ գնացի ննջել էր, ես իմ տեղս չէի գտնում, ես հանգիստս կորցրել էի, ասի Տեր, ես ինչ արեցի ես, միգուցե իմ գնալով, վկայելով, բոլորովին ուրիշ արդյունք կլիներ, ես չգիտեմ, չեմ կարող իհարկե հաստատ ասել ինչ, բայց մեկ է, ես գիտեմ, որ սխալ արեցի ես, ինչպես եղբայրն էր ասում, Տերը, որ մեզ առաջնորդում է, մենք գործիք ենք, մենք միջոց ենք, մենք չպետք է ասենք, թող ես ընտրեմ ինչ անեմ, դե եթե ես պիտի ընտրեի, Հիսուսը ինչի խաչի վրա մեռավ, չէ որ նա մեռավ, որ իմ եսի ընտրությունը դադարի, ես եմ, որ եմը ընտրի եւ որոշի, իսկ ես լինեմ նրա ձեռքերի մեջ միջոց, անոտ, բայց իրոք նրան հանձնված, որ նա անարգել օգտագործի ինձ եւ քեզ դրա համար է Տերը կանչել, եւ թե ինչ պատմություն է գրվում, ինչպես կավարտվի, այդ սցենարը արդյոք լրիվ վերջում կհամապատասխանի Աստծո նկատի ունեցած տարբերակին, քեզանից է կախված, այսօրվա քո ընտրություններից, վաղվա եւ ամենօրյա քո, քանի դեռ երկրի վրա ենք, ինչն ենք ընտրում, ինչն ենք մերժում, եւ ինչպիսի դրանից էլ կախված ընտրությունների հետ, անպայման լինում են համապատասխան արդյունքներ, թե դրական, թե բացասական, սիրելի հոգի,
ավարտելով ամփոփելով խոսքս, ինչ եմ կոչանում։ Կանչվածները շատ են, ընտրվածները քիչ։ Իհարկե նա մեկին է ընտրել, բայց այդ մեկի մեջ որքան բազմաթիվ մարդիկ են դարերի ընթացքում հաստատվել եւ մնացել եւ ավարտել իրենց կյանքը այդ երկրորդ Ադամի մեջ, որ է Քրիստոս։ Բոլոր մարդիկ ծնվում են առաջի Ադամից որպես սերունդ, բայց ահա այդ ազատ կամքը, մեր ընտրությունը, որ Տերը տվել է, որ մենք գիտակից կյանքում կարող ենք ընտրել երկրորդ Ադամին, այն կատարյալ մարդուն, եւ մեր պատմությունը հիմնովին փոխել, եւ հատկապես նորահավատներին եմ կոչանում, Տերը պատրաստ է քո անցած կյանքի այդ ողջ կենսագրությունը, այդ բոլոր ստությունները, այդ մեղքերը, այդ հանցանքները, այդ ամոթալի էջերը քո կյանքի պատրաստ է ջնջել այսօր։ Հիսուսի արյունը ունի այդ կարողությունը։ Բայց կգաս արդյոք, կվստահես, կասես, ես այլևս չեմ ուզում այսպես շարունակվի այդ ճակերտավոր իմ կյանքը, ես ուզում եմ իրոք քեզ ընդունել որպես իմ կյանք եւ թույլ տամ, որ դու իրոք նոր պատմություն գրես, այն ճշմարիտ պատմությունը, Տեր, որ դու ունեիր դարերից առաջ ինձ համար, ես վերականգնվել եմ ուզում, Տեր, քեզ այդ հարաբերությունների մեջ, թող Տիրոջ անունը փառավորվի, իրոք Տերը մեզ ընտրեց եւ մեկ համար երկու խոսքեր Հռոմեացիների նամակից եղբայրներից անդրադարձան այդ խոսքին, բայց ես մեկ-երկու խոսք ավելացնեմ ու կարդամ եւ ավարտեմ խոսքս։ Հռոմեացիների 8-րդ գլուխ 30 խոսքից կներեք 29-ից կարդամ։ Վասնզի զանոնք, որ առաջվանե կճանչնար, առաջվանե ալ սահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լալու։ Ուրեմն Աստված առաջվանե, այսինքն նախապես, դեռ մարդիկ չծնված, դեռ աշխարհ չեկած, ինքը ճանաչել է բոլոր մարդկանց, ովքեր պիտի ծնվեին, ովքեր վերջը որպես մարդկային սերունդ, որպես անհատ պիտի հայտնվեին, ասում է առաջվանե, ում որ ճանաչում էր, նախապես էլ սահմանեց։ Ինչու? Որտեվ ասում է նա նախ ճանաչեց, հետո սահմանեց։ Տեսեք, մենք մարդ ենք, մարդի ընթացքը գա, ավարտվի, նոր ասենք, նոր ճանաչենք, նոր եզրակացություն անենք։ Բայց Տերը Աստված լինելով եւ նրա ամենակարողության, ամենատեսության սահմանների մեջ է։ Ասել թե այդ ոնց ճանաչեց, դա մեր ինչ խելքի գործն է դա ընդհանրապես, որտեղ նա Աստված է, նա ոչինչ չեղած ամեն ինչ արդեն գիտի։ Սկիզբը չդրած գիտի վախճանը, որտեղ նա Աստված է։ Բայց մենք շատերը այդ հարցի վրա վիճում են, դե որ սահմանելա կլինի, դե որ չի սահմանե, ես էլ չեմ փրկվի։ Սիրելի հոգի, դու քո պատմությունը այսօր ես գրում, կախված դրանից թե դու ինչ կընտրես։ Աստված այն ժամանակ տեսել է քո այսօրվա ընտրությունը, դրա համար սահմանել է։ Լսում ես, Աստծո վրա չգցես հանգարց, որտեղ քո կամքը, քո Աստծո կողմից սահմանված այդ միակ պայմանը, որ մարդու այոն պիտի որ լինի, որ Աստված այդ մարդուն կարողանա փրկի եւ վերականգնի իր որդու պատկերի պես, ինչպես ասվեց արդեն, չէ, այդ պատկերը, որ նորից մենք ձեռք բերենք, Աստծո այդ մեր հարաբերությունները վերականգնվեն, կախված է այսօրվա քո ընտրությունից։ Կընտրես արդյոք այն ինչ որ Աստված է քեզ առաջարկում, այն ինչ որ ավետարանով Սուրբ գրքով Տերն ասում է, սա է բարին, սա է ճամփան։ Հին ուխտում այդ համարը կա, որ ասում է, ահա քո առջև երկրորդ օրինաց գրքի մեջ է այդ ճանապարհը, ասում է 30:19, դնում եմ օրհնությունը եւ անեծքը, մահը եւ կյանքը, կյանքը եւ մահը, բայց ասում է կյանքը ընտրիր շարունակության մեջ, ինքը խորհուրդ է տալիս, ասում է բայց դու կյանքը ընտրիր։ Ճիշտ է, ես դնում եմ քո առջև, բայց ընտրողը դու ես, դու կյանքը ընտրիր,
ընտրիր, որ ապրես, ասում է, իսկ կյանքը ես կարդացի արդեն, Քրիստոս է նրա անունը, Հիսուս է նրա անունը, և նրանից դուրս միայն մահը, գիտեք, հակառակորդի սցենարի մեջ, որ գրել է ու մարդկանց այդ բանով տանում է, չէ, դարեր շարունակ, այնտեղ թվացյալ բարի բաներ կան, բայց դրանք թվացյալ բարի բաներ են, լավ կոչվող, չէ, բայց դրանք վերջնարդյունքը շատ դառն է լինելու։ Այնպես որ ավարտելով խոսքս այդ հռոմեացիների ասացի երկու նախադասություն էլ կարդամ այդ տեղից, որ սկսեցի, ինքը ասում է վասնզի զանոք, որ առաջվան է կճանչնար, առաջվանի սահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինելու և 30 խոսք ասում է, և զորոնք առաջվան է սահմանեց, ինքը որ տեսավ այսօրվա քո ընտրությունները, ինքը սահմանեց, որ նա իմ աղջիկն է, որ նա իմ տղան է լինելու։ Եվ որոնց որ ասում է սահմանեց, նախասահմանեց, և ես կարդացի, թե ինչու ընտրեց սրան և ոչ թե նրան, որտև տեսավ, ասում առաջվան է ճանաչեց, այսօրվա քո ընտրությունը, այսօրվա այդ պատմությունը դու ինչ բովանդակությամբ պատմություն կդարձնես, և ինչ արեց, զանոնք որ սահմանեց, նաև կանչեց զանոնք, և զորոնք կանչեց, կանչվածները շատ են, չէ, բայց ինքը կանչել է մի նպատակով, ինչ անի, նաև արդարացուց զանոնք, և զորոնք որ արդարացրեց, նաև փառավորեց զանոնք, ինքը քեզ կանչել է, որ փառավորի, որ մտցնի իր փառքի մեջ, եկեք ոտքի կանգնենք, իրապես եղբայրներ քուրեր, այս մեծ հրաշքը որ կատարվել է, այս մեծ ողորմությունը, եկեք թույլ տանք, որ Տերը իր ուզած պատմությունը գրի, իր մոտ, այն գրքերը, որ պիտի բացվեն, ընդեղ այդ պատմությունները, պիտի ներկայացվեն, ասում է գրքերը բացվեցին և կյանքի գիրքը հայտնության գրքում հիշում եք, թող այնտեղ բացվի մեզ համար, այն լավագույն պատմությունը, որ մեզ հետ Տերը, մենք նրա հետ միաբանվելով թույլ տվեցինք, որ իր սրտի ուզած պատմությունը գրվեց և այդպիսի օրհնյալ վախճան ունեցավ։ Ամեն։